Բուսաբանականի սկյուրները ձմռան պաշար են կուտակում ծառեր, թփերն աշնան գույներ են հագել, այգու լուր սովորական ռիթմը խախտողն այս օրերին աշխուժ դպրոցականներն են, աշակերտական խմբեր է, որ գալիս են, միացել են գիտության շաբաթվա միջոցառումներին ու բացել դռները բոլոր այցելուների առաջ։ Այս ընթացքում մուտքն ազատ է, տեղեկացնում է Ակադեմիական ինստիտուտի ղեկավարը։ Մեկ շաբաթվա ընթացքում այցելուները կարող են անվճար անցնել էքսկուրսիաներ եւ արևադարձային եւ կլոր ջերմատանը եւ հնյաբուսաբանական թանգարանում տարբեր աշխատարաններ ունենք, հետաքրքիր աշխատանքներ մասնակցեն, ունենք այստեղ նաև հագեցած լաբորատորիաներ, իրենք փորձերը կատարեն եւ իրենց ձեռքով բույսերը տնկեն, ինչու՞ չէ նաև այդ աշխատարաններն էլ հերբարիումային նմուշներ պատրաստեն եւ իրենց հետ տանեն։ Ուսում դպրոցից եկած երեխաներին այստեղ նախնական գիտելիքները ստուգող մի քանի հարց տվեցին, ինչ գիտեն բույսերի մասին, որ ծառն են ճանաչում, ինչու է պետք պահպանել բնությունը։ 5-րդ դասարանցիները պարզվեց նաև ֆոտոսինթեզից գաղափար ունեն։ Բույսերը աստվածածու գազը լցնում են ու արտաշնչում են, ոնց որ դուրս են հանում թթվածին։ Բնագիտություն առարկա անցնող 7-րդ դասարանցիները Երևանի 31-րդ դպրոցից այցը սկսեցին հերբարիում սարքելով։ Այգու աշխատակիցները նրանց համար չորացրած բույսը, շրջանակը, ամեն ինչ նախապես պատրաստել էին։ Բույսի անունը կոշկոտրում ամառային, մենք այս բույսը դնելու ենք սիլիկոնի մեջ եւ կպցնելու ենք։ Աշխատանքի արդյունքը փոքրիկներն այգուց որպես հուշ իրենց հետ դպրոց կտանեն, կխնամեն նաև տեղում տնկած բույսերը։ Որ կենտրոնում լինի բույսը։ Հրահանգավորումը լսեցին, կանաչ գոգնոցները հագան, բահիկները ձեռքն առան ու սկսեցին փոքրիկ սածիլները ծաղկամանների մեջ տեղավորել։ Տղաներին խորդենի բաժին հասավ։ Պետք է կողքերը լցնենք, որ ինքը պինի։ Դա մի քիչ իրենից թափտում։ Դպրոցում քիմիա կենսաբանություն անցնող բարձր դասարանցիներին, նաև ուսանողներին ու ավելի մեծահասակ այցելուներին գիտության շաբաթվա ընթացքում բուսաբանականն առաջարկում է լուրջ փորձեր անել, տաղավար են բերել էկոհամակարգերի ամբիոնի շարժական տեխնիկան, ունեն նաև վերջին թարմության նոր սարքավորումներ, ուսումնասիրելու բոլորին մտահոգող կեղտոտ, փոշոտ օդի թեման, լաբորատոր հետազոտությունների է հրավիրում գիտակրթական կենտրոնի կենսաբազմազանության մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչը։ Այստեղ ունենք նաև աղտոտված ծաղիկ, որը ցույց ենք տալիս երեխաներին, սա քաղված է Երևան քաղաքից, ուզում ենք ցույց տալ, թե ինչքան աղտոտված է Երևանի օդը։ Աշխատարաններից հետո երեխաները եղան նաև այգու արևադարձային ջերմատանը, էքսկուրսիան սկսեցին իրենց անծանոթ հիլի, կարդամոնի ու շատերի ճանաչած պալմայի աճելու վայրերի կիրառության մասին պատմություններ լսելով, ակտիվ հարց ու պատասխանով, ինչու է արմավենին հովհարաձև կոչվում։ Հարցի պատասխանը տվեք, որտեղ նման է հովար լինեն։ Գիտության շաբաթվա ծրագրերը բուսաբանականում կշարունակվեն մինչև հոկտեմբերի 5-ը։ Հերմինե Բաղդասարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։